Շատ լավ հասկանում ենք, որ ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններ, չունենալ Ադրբեջանի հետ հարաբերություններ, սա քաղաքական ռեալիզմի հետ ոչ մի կապ չունի։ Գումարած ամեն ինչին է տրամաբանական էլ չի ամեն ինչից այդ հնարավոր չէ այդ ամեն ինչի մասին խոսել։ Ուստիև մենք չպետք է առաջնորդվենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում մեր մոտեցումները ներկայացնելիս բացառապես գործող վարչակազմերի բնականաբար արկայությամբ։ Իդեպ հենց դրա համար մենք միշտ օգտագործում ենք տեսլական եզրույթը եւ արտահայտությունը, հանրապես հարաբերությունների բանաձևերը գտնելու եւ ճշգրիտ ճանապարհը գտնելու։ Իհարկե, որովհետեւ մենք այս տարածաշրջանում ցանկանում ենք խաղաղ համագոյակցություն ունենալ մեր հարևան պետությունների հետ, հիմք ընդունելով տարածաշրջանային երկարատև, կայուն, արդար համապարփակ խաղաղության սկզբունքը, անկախ փաստից, ով կլինի այդտեղ իշխանության ղեկին։ Իհարկե, Հայաստանը պիտի որպես պետություն, որպես համայն հայության պետություն, պիտի ունենա այնպիսի հզորություն, որ կարողանա իր քաղաքական, տեխնոլոգիական, տնտեսական, ռազմական մարտունակությամբ հասած լինի այնպիսի մակարդակի, որ ինքը թելադրի հենց այն պայմանը, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորված պիտի չլինեն, չգիտեմ, Իլհամ Պողոս ուժի սպառնալիքով, ուժի կիրառման սպառնալիքով եւ այլն։